Լավեցից հարգելի հավաքաններ, հարգելի գործընկերներ, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանի ուսումնասիրող նստաշրջանի 2020 թվականի հունիսի 19-ի օրակարգ հաստատելու մասին ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպահ չկա, անցնենք օրակարգի առաջի հարցին, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի մասնավորների ծախսման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին կզեկուցի Գաբրիելյանը։ Հարգելի հավաքան, ձեր հաստատմանն է ներկայացնում ռոյալթիներից մասանունների 2026 թվականի ծրագիրը։ 2026 թվականի համար Քաջարյան համայնքի մասանուն կազմել է 151,277,900 դրամ։ Այս ծրագրով նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝ 4 բազմաբնակարան շենքերի վերանորոգում, մասնակի էներգախնայող միջոցառումների կիրառման։ Այդ շենքերն են Աբովյան 10, Լեռնագործներ 16, Չարենցի 1 և Չարենցի 2 շենքեր։ Ստացել ենք լիազոր մարմնի տարածքային ենթակառուցվածքների և տարածքային կառավարման նախարարության համաձայնությունը հունիսի 2-ին և այդ ծրագրի մշակման կարգի համաձայն պետք է հավաքանին հաստատել, որ դրանից հետո արդեն պայմանագիր կնքվի ենթակառուցվածքների նախարարության հետ այդ ծրագիր ֆինանսավորել համար։ Խնդրում եմ, եթե դեմ չկես ծրագիր հաստատելու, ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպահ չկա, անցնենք օրակարգի գործակցին, Քաջարյան համայնքի Քաջարյան քաղաքի Չարենցի 1, Չարենցի 2, Չարենցի 3, Լեռնագործների 16, Աբովյանի 10, Շիրվազանի 4 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության ույթի նորոգում ծրագրի շրջանակներում բնակիչների կողմից համաֆինանսավորման վճար սահմանելու մասին։ Զեկուցի Դավիթ Գաբրիելյան։ Օրակարգային երրորդ հարցը քննարկվել է ֆինանսատնտեսական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ և ստացել դրական դեսպրացիոն։ Հարգելի հավաքան, բացի այդ վերի նշված 4 շենքերից ևս 2 շենքի վերանորոգում է իրականացվել այս տարածքային համայնքային բյուջեով, այդ շենքերն են Շիրվազանի 4-ը և Չարենցի 3-ը, և քանի որ բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքով բազմաբնակարան շենքում ընդհանուր սեփականություն ունեցող բնակիչները պետք է մասնակցեն այդ շենքի գույքի վերանորոգման պահպանման շահագործման ծախսերին, և այդ օրենքից ելնելով առաջարկում ենք ձեզ, որ նրանց ներդրման չափ սահմանվի 2000 դրամ 1 քառակուսի մետրի համար և բնակելի տարածքի և ոչ բնակելի տարածքների համար։ Այդ 2000 դրամը ինչով է պայմանավորված, քանի որ մենք ամբողջական էներգախնայող միջոցառումներ չենք իրականացնում, իսկ ամբողջական դեպքում մինչև 10% շարքում լինի այդ ներդրումը, իսկ եթե չի լինում ընդհանրապես էներգարաշնորհիվ միջոցառումներ 5%։ Ստեղ մոտ 7,5% է անում, քանի որ մենք մասնակի էներգարաշնորհիվ միջոցառումներ կիրառել, էլի, հարթ տանիքի մակերեսի ջերմամեկուսացում, աստիճանավանդակների էներգախնայող էլեկտրականությունը կանցկացնելու և ջուր պատոհանների փոխումը ավելի էներգախնայող ջերմամեկուսացումով այդ դռներով և պատոհաններով։ Այս դեպքում արդեն 2000 դրամն էլ ավելի հարմար է, սա հաշվարկների իրականացնել համար և կոնկրետ թիվ է։ Եթե դեմ չեք այս առաջարկին, խնդրում եմ քվեարկեք և ովքեր են կողմ, դեմ չկա, ձեռնպահ չկա, անցնենք օրակարգի երրորդ հարցին, Քաջարյան համայնքի Քաջարյան քաղաքի Չարենցի 1, Չարենցի 2, Չարենցի 3, Լեռնագործների 16, Աբովյան 10, Շիրվազանի 4 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության ույթի նորոգում ծրագրի շրջանակներում շենքերի խոցերի խմբերի բնակիչների համաֆինանսավորում 1 քառակուսի մետրի համար 2000 դրամ վճար փոխհատուցելու համար։ Հարգելի հավաքան, առաջարկում ենք սահմանել այն սոցիալական խոցերի խմբերը, որոնց համար 100% զերծ կսահմանվի այս շենքի իրենց մասանների ներդրումների չափով։ Այդ սոցիալական խմբերը մենք նախորդել էլի կիրառել ենք այս սոցիալական խմբերն ենք համար զերծ չսահմանել, նախկինում կատարված այդ շենքերը վերանորոգման առումով։ Այդ խմբերն են միայն թաշկարներից կազմված ընտանիքները, ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները, հաշմանդամության առաջին երկրորդ կարգ ունեցող ընտանիքները, 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ
եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր տեղահանված կարգավիճակ ունեցող ընտանիքների 100%։ Ուրեմն ինչքան է կազմելու այդ զեղչի չափը, սեփականատերերի ներդրումը ընդհանրապես 6 շենքերի համար 19.776.000 ասես գնահատում, հա, առաջին տախնական գնահատված արժեքի եւ զեղչերի չափը կազմելու 4.210.000 մոտավորապես, սա ընդհանուր այդ բնակիչների ներդրումների չափի մոտ 21%, որ պիտի զեղչվի զեղչը համայնքի բյուջեի հաշվին որ վճարվի։ Այս դելու բեռը համայնքային բյուջեի վրա 4.210.000։ Ովքեր են կողմ։ Դեմ չկա, զերոկար չկա, նշորական 4 կացին, Հայաստան համայնքի Քաջարյան համայնքի ավարտանի 2020 թվականի դեկտեմբերի 26-ի համար 18 էլ որոշման համար ու հավելված նոր խմբագրության մասնատելու մասին։ Խնդրեմ Մարգարիտ։ Հանդես հարգելի ավականներ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի ավականի 2020 թվականի դեկտեմբերի 26-ի 118 որոշման համար ընդհանրված է վերաբերել մշակույթի պալատի հաստատակցին եւ կառուցվածքին, դեր քննարկման է հաստատման ներկայացնում նշված նախագծի որոշման հավելվածը, համար 8 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատվելու մասին որոշման նախագիծը հարգելի ավականներ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեցինք, որ խմբագրությունը պայմանավորված է հաստատակցությունում առկա վաճառող հաստիքի հետ կապված, որը ի սկզբանե ձևավորման օրվանից ի սկզբանե վաճառող հաստիքը եղել է, սակայն տվյալ պահին, որը գործունեության հետ չէր համընկնում, չէր համապատասխանում։ Տվյալ պահին վաճառողը արդեն 1 ամիս է ազատվել է աշխատանքից իր ցանկությամբ եւ նախաձեռնությամբ, անհրաժեշտություն է առաջացել վաճառողի հաստիքը փոխարինելու, կաշտատելու եւ ստեղծելու հաստիքի հաստիկ մշակույթի պալատի տնօրենի առաջարկությամբ, քանի որ տվյալ հաստիքի հաստիքը ավելի անհրաժեշտություն է։ Եթե դեմ չեք, Ովքեր են կողմ։ Դեմ չկա, զերոկար չկա, նետորական Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականատիրության հանդիսացող խոհամասը վերաբերական սարքավորություններով էլեկտրոնային աջորդող վաճառելու մասին։ Հիմք ընդունելով կառավարության 23 թվականի սեպտեմբերի 28-ի 1667-ին որոշման դրույթները նախատեսվում է Քաջարյան համայնքի Գեղի բնակավայրի երկրորդ փողոց 10/1 հասցեում գտնվող 1593 քառակուսի մետր բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով հրապարակային սակարկություններով էլեկտրոնային հաջորդով օտարելու, մեկնարկային գին սահմանելով 3.693.593 Ովքեր են կողմ։ Դեմ չկա, զերոկար չկա, Անցնենք օրակարգի 6-րդ հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի գյուղ Հանդոկավան գյուղ Հանդոկավան 3-րդ փողոց 4/1 հողամաս հասցեին գտնվող համայնքային սեփականատիրություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Անժելա Ռազմիկի Արաքելյան օտարելու մասին։ Հարցը քննարկվել է քաղաքաշինության եւ գործման հարցերի մշտական հանձնաժողովում, ես ստացել եմ Ընդունելով կառավարության 2016 թվականի մայիսի 26-ին գալուսուն էլ որոշման դրույթները նախատեսվում է Քաջարյան համայնքի Անդոկավան գյուղի ուրեմն երրորդ փողոց 4/1 հասցեում գտնվող 569 քառակուսի մետր հողամասը ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարելու գյուղ Անդոկավան երրորդ փողոց 4 հասցեում գտնվող Անժելա ուրեմն Արաքելյանի պատկանող
բնակելի տան և սպասարկման հողամասի ընդլայնման համար հողը նախատեսվում է օտարելու կադաստրային արժեքով, ընդհանուրը 52,500 դրամ։ Ընդլայնման նպատակով հենց իրանք ժամանակարներ Ովքեր են դեն չկա, լերոպատ չկա, որակալ վերջին հարցը, վերջին։ Հայաստան Հանրության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի բյուջեի պահոստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ Շնորհակալություն, ողջունում եմ ձեզ։ 2026 թվականի հունիսի 5-ին Քաջարյան համատեղության նախագահ պարոն Աշակյանի կողմից ստացել է դերություն, որ նախատեսում է 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած Քաջարյան համայնքում բազմաբնական անշենքերի մուտքերում իրականացնել մաքրման աշխատանքներ, ինչպես նաև արդեն կառուցված եւ վերափոխված տանիքների շարունակական պահպանման համար որոշակի ծառայությունների մատուցում ու դրա համար հավելյալ ընդունում են աշխատանքի 6 նոր աշխատակից։ Ու քանի որ գիտենք իրենց ֆինանսական բյուջեն այդքան էլ մեծ չի, դրա համար դիմել են համայնքի ղեկավարի խնդրանքով իրենց ամսական 2 միլիոն դրամի չափով օգնություն ցուցաբերելու համար։ Հիմա համայնքի ղեկավարի առաջարկությամբ ձեր հաստատման ենք ներկայացնում Քաջարյան համայնքի պահոստային ֆոնդից ամսական 2 միլիոն դրամ հատկացում անենք Քաջարյան համատիրությանը։ Եթե հարցեր չունեք, խնդրում եմ հաստատել։ Դեն չկա, ձեռնպատ չկա, ձեզ շնորհակալություն, վերջ հանցնենք որակալ վերջին Հայաստան Հանրության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի ավականին 9-րդ նստաշրջանի երթական նիստի գումարման որը սահմանելու մասին։ Խնդրեմ անվերջ։ Հարգելի ավականներ, տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ դրույթներով պետք է սահմանենք հաջորդ հերթական նիստի գումարման օրը, սակայն այսօր ավարտվում է 8-րդ նստաշրջանը, վերջին դիտն է, շնորհակալություն ենք հայտնում ձեր այս նստաշրջանի ընթացքում կայացրած բոլոր արդյունավետ որոշումների համար իշահ համայնքի, իշահ բնակիչների։ Առաջարկվում է, որ պետք է սկսվի 9-րդ նստաշրջանը և սեպտեմբերի 2-րդ երեքշաբթիից, եթե դեմ չեք, սեպտեմբերի 11-ը սահմանենք, ժամը դե ուրբաթ օր է, եթե այն օր եք ուզում տեղափոխել։ Սեպտեմբերի 11-ը ժամը 15:00։ Շնորհակալություն, հարգելի ավականներ, նիստ ավարտվեց։